մի մարդ, ում ինքնությունը պատմության ամենամեծ եւ ամենադաժան պետական գաղտնիքն էր։ Խոսքը Ֆրանսիայի ամենաառեղծվածային բանտարկյալի երկաթե դիմակով մարդու մասին է։ 17-րդ դարում, երբ Լյուդովիկոս 14-րդ արքան կառուցում էր Վերսալի շլացուցիչ եւ ոսկեզոծ պալատը, պետության ամենամութ եւ խոնավ զնդաններում պահվում էր մի անանուն գերի։ Նրան տրված էր աննախադեպ շքեղություն, լավագույն սնունդ, թանկարժեք հագուստ եւ անգամ կենդանի երաժշտություն։ Բայց կար մի սարսափելի պայման։ Նրա դեմքը մշտապես ծածկված էր սև թավշյա կամ երկաթե դիմակով։ Եթե նա փորձեր հանել այն կամ բարձրաձայն ասել իր իրական անունը, պահակները հրաման ունեին անմիջապես սպանել նրան։ Ավելի քան 30 տարի այս մարդը տեղափոխվում էր բանտից բանտ, եւ ոչ ոք, անգամ բանտապետերը, չգիտեին նրա ով լինելը։ Ոմանք ասում էին, որ նա արքայի գաղտնի երկվորյակ եղբայրն է, ով կարող էր խլել գահը։ Մյուսները պնդում էին, որ նա գիտեր պալատական ամենավտանգավոր գաղտնիքները։ 1703 թվականին նա մահացավ Բաստիլիում։ Նրա դեմքը այդպես էլ երբեք չբացվեց, իսկ նրա բոլոր իրերը անմիջապես այրեցին։ Նա ապրեց եւ մահացավ որպես ստվեր։